Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում իրադարձությունները հասել են ամենալարված և դրամատիկ փուլերից մեկին։ Հարսանիքի օրը Նոյի սպանությունից հետո սյուժեն փոխել է իր ամբողջ ընթացքը, մթնոլորտը դարձել է վտանգավոր, լարված և ողբերգական։ Անգելինան դեռ չի կարողանում հաղթահարել սիրելիի կորուստը, իսկ Հենրին, չնայած բոլոր դժվարություններին, Անգելինայի կողքն է։ Սերիալի վերջին դրվագներում մենք տեսնում ենք Անգելինային հուզված, բայց վճռական։ Նա չի կարող հանգիստ նստել և սպասել, որ արդարությունն ինքն իրեն կհաղթի։ Անգելինան համոզված է, որ Նոյի մահը պատահական չէր և որ դրա հետևում կանգնած են մարդիկ, ովքեր վտանգավոր են։ Նա գիտի, որ քանի այս ամենը չի ավարտվել, քանի դեռ ճշմարտությունը չի բացահայտվել, հենց այդ մտայնությամբ էլ նա որոշում է գնալ քննչական կոմիտե և ցուցմունք տալ այն տղայի դեմ, որը սպանել է Նոյին։ Իհարկե, Հենրին շատ լավ հասկանում է, որ Անգելինան շատ վտանգավոր գործ է սկսել, այդ պատճառով էլ որոշում է հետևել նրան ու տեսնում, որ Անգելինային, այո, հետևում են ու նրան մեծ վտանգ է սպառնում։ Եվ վերջապես նա հետևում է այդ տղային ու ավտոմեքենայի առաջ կտրում ու ասում է, որ հենց ինքն է սպանել Նոյին։ Իհարկե, այդ ամեն խոսակցությունը վերածվում է կռվի, բայց Հենրին կանգ չի առնում, բառերը արագ վերածվում են գործողության։ Հենրին բռունցքներով հարվածում է տղային, նրան գցում գետնին, բայց միևնույն է, Հենրիին չի հաջողվում նրան վնասել, քանի որ այդ տղան հարվածում է Հենրիին և այն էլ դանակով։ Այդ պահը տևում է վայրկյաններ, բայց ազդեցությունն անսահման ուժեղ է։ Հենրին շոկի մեջ է և տեսնում է, որ ձեռքին արդեն արյուն կա, աչքերը մթնում են, նա ընկնում է գետնին։ Տեսարանը լռությամբ է հաջորդում, միայն քաղաքի աղմուկն է և, իհարկե, փառք Աստծո, որ ավագը ժամանակին է հասնում։ Դրանից հետո հայտնվում է Անգելինայի հայրը, ով պատահաբար տեսնում է նրան անշարժ պառկած։ Ավագը շփոթված է, բայց արագ է գործում, նա ծնկի է գալիս, փորձում է ստուգել Հենրին արդյոք շատ է վնասված, թե ոչ, ու բնականաբար տեսնում է դանակի հարված և դրանից հետո անմիջապես զանգահարում է շտապ օգնություն։ Անգելինան մայրիկի հետ հայտնվում է տեղում։ Տեսարանը դառնում է սերիալի ամենաուժեղ էմոցիոնալ դրվագներից մեկը։ Ռոզա Դավթյանի խաղը պարզապես փայլում է, նրա հույզերը, խառնված վախին, ցավին ու հուսահատությանը, արտացոլում են մի կնոջ ներաշխարհ, որը մի անգամ արդեն կորցրել է իր կյանքի ընկերոջը և հիմա վախենում է կրկին նույն ճակատագրին ենթարկվել, այս անգամ էլ կորցնելով իր սերը։ Ավագը զանգահարում է շտապ օգնություն, սակայն պարզ է դառնում, որ Հենրիի վիճակը ծանր է, ավելին, նա Անգելինայի ձեռքերի մեջ ուղղակի ուշագնաց է լինում։ Հեռուստադիտողները ցնցված են այս տեսարաններից։ Մեկնաբանություններում մարդիկ գրում են, որ եթե Հենրին մահանա, ապա Անգելինան չի դիմանա։ Դիանա Գրիգորյանը մեզ չի խնայում ամեն անգամ նոր ցավով։ Սա դեռ վերջը չէ, վստահ եմ, Հենրին կփրկվի և ամեն ինչ կբացահայտի։ Իսկ սոցցանցերում արդեն պտտվում են լուրեր, որ առաջիկա սերիաներում Հենրին կարող է գտնվել կոմայի մեջ, և այդ ընթացքում հետաքրքիր զարգացումներ տեղի կունենան, կբացահայտվեն նոր գաղտնիքներ Միքայելի, Աննայի և Անգելինայի միջև։ Այս ամենը վկայում է, որ սերիալը մտնում է իր ամենաթեժ և դրամատիկ փուլը։ Նոյի մահից հետո թվում էր ամեն ինչ անցել է, բայց իրականում ամենակարևորը դեռ նոր է սկսվում։ Հիմա սերիալի առանցքային գիծը դառնում է ոչ միայն Հենրիի կյանքը, այլև այն հարցը՝ կկարողանա արդյոք Անգելինան վերջապես իմանալ, թե ով է իր իրական հայրը։ Դիանա Գրիգորյանի բնորոշ ձեռագիրը կրկին զգացվում է ամեն դրվագում։ Թաքնված լարվածություն, մարդկային դրամա, սիրո և արդարության որոնում։ Սերիալի հետևորդներն արդեն համոզված են, Վերջին զանգը մոտենում է իր գագաթնակետին, և առաջիկա սերիաները խոստանում են լինել առավել հուզիչ, վտանգավոր և անակնկալներով լի։ Հիմա բոլորը սպասում են մի բանին՝ կփրկվի Հենրին, կհասնի արդյոք Անգելինան իր սիրո երկրորդ շանսին, թե այս անգամ ճակատագիրը նրան ևս մեկ անգամ դաժան փորձություն է պատրաստել։ Մի բան հստակ է՝ Վերջին զանգը հեռուստասերիալը դեռ չի ասել իր վերջին խոսքը։ Ja, cool ist. Ari, nesti.
Ասեմ ինչ անեստաց, շատ լավ է։ Ինչ ես անում այդ տղա։ Ոնց ինչ եմ անում։ Կոշիկներդ եմ հանում։ Չեմ ուզում փոցուն ցույց տամ։ Ուղղակի ուզում եմ բացատրել, որ Անգելինայի այստեղ գալը այդքան էլ կարևոր չի։ Ուրեմն կարևոր է, որ ասում եմ, ուրիշ հարցեր կան։ Չէ, չկան, ոչ էլ ցանկանում եմ ինչ-որ հարցեր պարզաբանել։ Ուղղակի տպավորություն է, որ ինչ վերադարձել եմ, ուզում եք կռիվ անենք։ Սխալ տպավորություն է։ Թրի կոֆե դիր, հա։ Ստոպ, լավ է։ Ողջույն սիրելի ընկերներ, երկար ժամանակ է տենց ակտիվություն չեմ պահում սոցցանցում, չգիտեմ, տենց 1000-ից 1 կոպիտ ասած story եմ անում։ Ասացի տենամ ոնց եք, ինչ կա չկա։